Ասինքրոն ծրագրավորումը կամ ավելի շուտ մուտքելքի ասինքրոն ծրագրավորում։ Ասինքրոն ծրագրավորումն ենք անցանք, դա զուգահեռ ծրագրավորման ֆոնային տեսքով աշխատանքն է։ Այսինքն գլխավոր հոսքը որ վերջանում է, ով ասինքրոնայի հետ ավտոմատ անկախ իր ավարտի չափից ինքը վերջացնում է։ Այսի բան կա, այսինքն wait-ով էլ վերջացրել ենք այդ դասերը։ Հիմա մուտքելքը հարց է առաջանում, զուգահեռ ծրագրավորման հետ ինչ կապ կունենա։ Մենք ասել ենք, որ զուգահեռ ծրագրավորումը դա մուտքելքի վրա շատ ավելի օգտակար պետք է լինի այն առումով, որ ինքը դանդաղ աշխատում, իրան զուգահեռացները ոնց որ պարտադիր պայման է։ Եվ շատ նշեցի, եթե ասենք application ունենք, որը հրամանները գնում է, սինխրոն ինչ կնշանակի, սինխրոն կնշանակի այս կետից հրաման, հետո այս կետից հրաման, հետո այս կետ։ Ինչ նշանակի, ստեղ F1 ֆունկցիա, ստեղ F2, ստեղ F3, մինչև սա չի վերջացնում, չի անում սա։ Նույնիսկ եթե SF-ը գնում է սինուս է հաշվում ու վերադառնում է ռեթորնով։ Ասում է, որ սինխրոնը մեր պայմանավորվածությամբ կգա, հետո շարունակի վերջացնի ռեթորնով անռեթորն այստեղ, սինխրոն ենք սա անվանում, հերթականությամբ, ստեղ զուգահեռություն չկա։ Եթե վերցնենք ասինխրոն, քանակում է անունն է այդպես էլ, ասինխրոն ոչ սինխրոն, իսկ ոչ սինխրոն քանակում է երևի ավելի ուրիշ լավ բան, այո, ավելի ուրիշ լավ բանը մենք հիմա կարվիրով կերևը ցույցադրենք։ Այս կետից զուգահեռաբար 3 հատ, այսպես է կատարում, ոչ թե sense հերթով է կատարում, այս 3-ը միանգամից 1, 2, 3 կարող են զուգահեռացնել եւ իրենք կապված պրոցեսորից աշխատանքի օպերացիոն համակարգի թրեյդային աշխատանքից եւ ամեն դեպքում Visual Studio-ի մեր կատարած հնարավորությունից այս մասերը, այս ծրագիրը, որ վերցնեմ, որ հասկանալի լինի, այս մասը եւ այս մասը կկատարվի զուգահեռաբար։ Ահա մենք սա անվանեցինք ասինխրոն։ Հիմա հարց առաջանում, իսկ ընդհանրապես ասինխրոն մուտքելքը, եթե input-output ենք մենք գնում, այսինքն մենք ծրագրավորում ենք արտաքին սարքի ակտիվություն, ընդհանրապես արտաքին սարք ենք դիմում, պայմանավորենք, ասենք երթադենք SF3-ը արտաքին սարք է գնում։ Մենք ինչ ենք կատարում, SF3 արտաքին սարք զուգահեռաբար գնում է, պարզ է, պրոցեսորը բացարձակ ազատ է մնում, որտեղ input-output-ը ներքին ձևով է գնում եւ պարզ է ինքը արդեն կարող ցանկացած այլ արտաքին մասերի հետ աշխատի, ինչևից է ասինխրոնը բացատրվեց։ Ասինխրոն մուտքել, դա զուգահեռություն է, մենք այդպիսի հրաման անցել ենք դելեգեյթներում, ասինխրոն begin, end invoke, begin invoke, եւ այդ end եւ begin տեխնոլոգիաները մենք հիմա կօգտագործենք այստեղ, բայց այստեղ end-ով չի լինի, հրամանները, ֆունկցիաներով կլինի begin read եւ begin write։ Ահա երկու մեթոդ մեզ կտրվի, մեզ շուտով կլասներ կտրվի, մուտքելքը սկսել begin բառով, սա արդեն զուգահեռություն ապահովելու տեխնոլոգիա։ Զուգահեռություն նշանակում է նաև, որ մենք trade-ում, այսինքն մենք պայմանավորվում ենք, որ sense մի հատ արկղ ենք վերցնում եւ շատ են այս արկղները, պայմանենք trade, host, տվյալների հոսքը stream-ն է, դրանք input-output-ն են։ Եվ պարզ է, որ մենք sense սերով փոխենք, այս F3-ը տեղադրում ենք այստեղ ժամանակավոր, այսինքն սահմանափակ time-ով, այն առումով, որ քվանտի ժամանակ է տրվում ժամանակը, եթե դու գործը չվերջացրեցիր, քեզ ընդհատելու են։ Ինչու՞, որովհետև process-ները շատ անգամ ավել են, քան մեր հնարավորության տակ գտնվող պրոցեսորները։ Եվ դրա համար մենք սկսում ենք այդ պրոցեսորներին աֆիցիանտների նման մատակարարել կամ օգտագործել կամ կարճ ասած ասինխրոն ձևով իրան աշխատացնել, ընդհատելով պրոցեսորը մի thread-ից կամ մի մասից մյուս մասին։ Դա զուգահեռության ևս մի անգամ հիշեցում եւ նշենք, որ եթե մուտքելքը վերջանում է, ապա մենք ասինխրոնության մեջ ունենք այդպիսի
գաղափար դելեգեյտներում callback սիստեման աշխատում։ Դապես callback ասել ենք ինչ է յանից ներկայացնում, առաջ հիշեցնեմ, callback սիստեման դա դելեգեյտների միջոցով աշխատանքի ժամանակ դրա մասին մենք խոսացել ենք։ Դելեգեյտների մտներն են կազմակերպում, նաև callback անում։ Callback նշանակում է, որ որևէ ֆունկցիա, եթե աշխատում է, ով իրան կանչել է, ինքը դրա մասին կտեղեկացնի եւ այդ կանչողի համար հանգիստ, այսպես ասած, ծրագրային տարածք, այսինքն ինքնանց չի նայում, ֆունկցիա վերջացրել է թե չէ, անդադ serial pooling չի անում։ Այլ ուղղակի event տեխնոլոգիա եւ callback-ը շատ լավ մեխանիզմ է։ Callback-ը թույլ է տալիս, եթե ֆունկցիան կամ ծրագրի այդ հատվածը զուգահեռ վերջացնում է եւ բարձր մենք հիմա գտնում ենք IO սահմանում input output-ի մասին է նաեւ խոսքը callback նշանակում է հենց վերջացրեց մեզ տեղեկացնում է մի երրորդ ֆունկցիայով այսինքն մի այլ ֆունկցիայի միջոցով այդ callback-ը երևում այսինքն մեր գլխավոր ֆունկցիան կլինի այս գլխավոր ֆունկցիան կգնա f asynchron IO ընդհանրաբար begin read-ով կամ write-ով Եվ եթե այստեղ callback առաջացավ, այսինքն մենք հիմա callback-ին կկանչենք, եթե այս ֆունկցիան այս callback համակարգը այստեղ աշխատացնում է, մի երրորդ ֆունկցիա f3, սա տեսնենք f1, սա f2, f3 ֆունկցիա վերջացնելուց հետո այստեղ աշխատանք է կատարվում։ Եվ մենք տեղյակ ենք լինում, որ այսի աշխատանք եղավ։ Ասա այսով եռակիություն տեխնոլոգիան է աշխատում, որը ծրագրավորման մեջ իր ուրույն տեղն ունի։ Գլխավոր մաս, եթե սա main ենք անվանում, ինքը կգնա, կկանչի զուգահեռաբար, ինքը կշարունակի այս հատվածը, հետո կշարունակի այս հատվածը, F3-ը input output ընդհանրաբար, input output-ից հետո callback կանի, այդ callback-ը կաշխատացնի F3։ Այն մենք F3-ին հետևելով կամ F3-ի հետ աշխատելով մենք կտեսնենք, որ այս F3-ի ավարտը կլինի աշխատանքը կլինի ինքը callback կանի, որ ես վերջացրեցի տարբերակով, հնարավոր է։ Մենք կարծրած այդ երրորդության տեխնոլոգիայով մենք փորձենք գնալ։ Շատ լավ, վերադառնանք դասին։ Դու հետադարձ կապը կատարվում է այս մեթոդներով read-write-ը, եթե արտաքին սարքա, delegate-ի միջոցով է արվում, որ արդեն դրա մասին ես խոսացի, եւ օբյեկտի վիճակը որպես 0 էլ կարող է լինի, այսինքն մենք բանում, ուրեմն delegate-ներում դա մենք տեսել ենք, ամենավերջի պարամետրը, եթե այսպես էստեղ մենք այս 0 պարամետրը, սա օբյեկտի վիճակ է, որ ուզում ենք ենթադրաբար ֆունկցիային բան ուղարկենք։ Օրինակ մեր օրինակում այդպիսի մի հատ հրաման ենք հիմա տեսնելու, որտեղ ինքը callback կանի, synchron callback delegate-ի միջոցով f-ին, այսպես երրորդ ֆունկցիան է։ Ուրեմն ինքը callback կանի այս ֆունկցիային ու կտեսնենք, որ ինքը գալիս է այստեղ։ Input output-ը առանձին կաշխատի, ինքը callback կանի այս ֆունկցիային եւ այս ֆունկցիան եթե պետք է պարամետր ստանա, մենք այդտեղ 0 կտնանք։ Ահա դրա մասին է խոսքը։ Հիմա քրիչ կարեցի օրինակի վրա։ Եթե մեզ պետք է պարամետր, ապա մենք կարող ենք էլի անցել ենք asynchron delegate-ներով, որ asynchron result-ով, interface-ով, կարճ ասած callback-ի reference-ը մենք կարող ենք ղեկավարել։ Կարճ նայենք ինչ ունենք մենք այստեղ, ոչ մի խնդիր չկա։ Մեզ մոտ callback անում է եւ չմոռանանք շատ կարեւոր բան։ on-էլ input output սիստեմը նույնպես ֆոնային ռեժիմում աշխատում, որը մի քիչ առաջ ասացի։ Գլխավորը որ վերջացնում է ենթադրաբար main-ը կամ ուրիշ մասեր նաեւ, որը եթե գլխավոր ենք հայտարարել, ապա ինքը կարճ ասած արտաքին սարքա դիմում արտաքին սարք main-ի ավարտից հետո արտաքին սարքը կարող կիսատնել։ Մեր օրինակում մի հատ որևէ տեքստ կվերցնենք, թող ալբ լինի, չի խանգարում։ Եվ մեր օրինակում begin write կանենք, տվյալ կգրենք, քանակը կարևոր է զուգահեռության հետ կապված, write կանենք, read-ով կկարդանք, on-line ռեժիմում callback կանի, այս նշաններով կտեսնենք զուգահեռությունը կա թե չէ, եւ շատ կարևոր է, մենք կհետևենք այս արտահայտությունը եղավ, կամ այս արտահայտությունը եղավ թե չէ։
Այսինքն վերջացրեց write-ը, գրանցումը, վերջացրեց read-ը։ Ըստ դրա մենք շարունակենք աշխատել։ Երկու callback-ներ կլինեն, մեկը read-ի համար կլինի, ես ոնց որ անում f եմ դրել, միտեղ կա այս-այա, մյուսը write կլինի, այսինքն write կլինի առաջին ճիշտ որն է read write-ը, մեկը reading կպատասխանի երրորդ ֆունկցիա, մյուսը նրան է writing։ Այսպիսով 3 ֆունկցիաների տեխնոլոգիա գնա, 3 trade-ների տեխնոլոգիա գնա։ Հիմա օրինակի վրա մենք զուգահեռությունը կապահովենք, փորձենք կանաչ կապույտով իրան տեղեկացնել ինչա կատարվում։ Նայենք։ Ուրեմն ունենք buffer, անունն է buffer, ոչ մի նշանակություն չունի, հնարովի բառը, վեկտորը, որտեղ չափը նշված է։ Byte ենք անում, որտեղ արտաքին սարքի byte-ով աշխատելը հարմար է։ Եվ մենք ուղղակի այսքանը բացարձակ կապ չունի ծրագրավորման մուտքի ելքի հետ։ Վեկտորում լցնում ենք մինչև այս թիվը, հուսով եմ այս թիվը կհասկանաք, եւ իրավունքն եք sense նշանել դնել։ Ուղղակի փոխարեն չլինի։ Այս շատ տարանջատ է, 1 միլիարդից, չէ, 1 միլիոնից ավել։ Տենց ասենք, այս նշանը թույլատրվում է տարանջատող։ Իր եմ լցնում մեկից եւ այլ այդքան, որքան ստեղ նշած է, եւ ահա սկսենք առաջինը stream class-ից սկսենք օգտվել, ահա ստացվում է, որ մեզ մոտ stream class գոյություն ունի, stream class-ը 12-ով կարող ենք նայել, ինքը իրանից ինչ նշանակում, ոնց որ մենք ունենք այդպիսի class, abstract class stream, որը որ իր ամեն ինչով աշխատում է, տեսեք, Marshall object է գալիս, մենք ունենք file stream ենք անցել, տեքստային text stream ենք անցել եւ այլն, stream-ը էլի ենթարկվում է իր մեծ խմբային սա չկար։ Ինքը նույնպես ենթարկվում է բանը remoting copy reference-ի պահման օբյեկտով։ Ինչևից է, ստեղ էլի կլնեն ինտերֆեյսներ, որը պարտավոր է կոնտրակտը կատարի, վերադառնանք ծրագրին։ Այսպիսով, ես հայտարարել եմ stream, սա կլասը, որը ղեկավարում է մեզ, այս կարգով, file open write անուն եմ դրել իմ մոտ կլգնի, եւ սկսեց գլխավոր մածը, begin, ես հենց հիմա այս բուֆերը լցրած, սկսեմ աղբյուրը, սկսեմ 0-ից մինչև բուֆերի վերջ, այսինքն ես կարող եմ ղեկավարել ավելի քիչ քանակով, new asynchron callback-ը, դա նշանակում asynchron callback-ը delegate-ը, որը ասում է զուգահեռություն ապահովի, հենց delegate asynchron աշխատող սիստեմա է, F ֆունկցիայով հետ վերադարձնելով, այսինքն մուտք ելք եղիր այս տեքստում, որ արտաքին սարք, արտաքին ֆայլ է, եւ հենց վերջացնես ինձ տեղեկացրու, բայց F-ում։ Նույնպես մոտ F-ում գրած է, որ ես վերջացրեցի։ Եվ trade-ի համարն եմ տվել, որ իմանանք, որ սա main-ի trade-ի համարը չի, նույնը չի, սինխրոն չի։ Մեկը չի վերջացնում մյուսը։ Նույն նշանակում է մենք անտարբեր ենք պարամետր ուղարկելու հետ կապված։ Վերջ։ Այս հրամանը ես բացատրեցի։ Ես հիմա main-ին կստիպեմ մի քիչ գործ անի, որտեղ main-ը գլխավոր հոսք է։ Եթե իրա մի քիչ գործ չտանք, ինքը արագ կվերջացնի այստեղ end կանի եւ կվերջանա ամեն ինչ։ Չի հասցնի կիսատ կմնա արտաքին մասը։ Մենք իրան հապաղում ենք սենց։ Ուսախ կարելի է նայել հալթանել, կարելի է stop անել, շատ ձևեր կա։ Close-ը պարտադիր է, ասել ենք դա։ Ռեսուրս ազատող առաջինը, երկրորդը ամեն դեպքում ֆայլը բաց թողի, որ ես նաեւ կարողանամ կարդամ descriptor-ը ֆայլի եւ այլն։ Հիմա հաջորդը, այդ նույն տեքստը, արդեն open read ենք անում, այդ նույն տեքստը, որը մեզ մոտ գրանցված կլինի, կտամ ես, նույն ձևի, բայց begin read-ով, կարդալով, էլի սկզբից մինչև վերջ, էլի asynchron callback, էլի երրորդություն տեխնոլոգիայով, այսա կարևոր, event callback երրորդ ֆունկցիա, main առաջի ֆունկցիան է, on արտաքին սարք գնացող, երկրորդ ֆունկցիան է, իր Erwin արդեն արտաքին սարք է գնում, էլի այս stream Erwin զուգահեռություն աշխատելու հնարավորություն ունի եւ callback կանի FF-ում էլ ինչ կտա մեր main-ի trade-ը, չէ, սխալվեցի, FF-ի trade-ը տեղեկություն կհայտնի, որ ես վերջացել եմ, ու ինքն էլ քիչ գործ կանի, որ մեր աչքը տեսնես պլյուսը խառնված է main-ի այս աստղանիշի եւ main-ին էլի ենք ստիպում մի քիչ սպասի, տեսեք, մի քիչ սպասում է
Right-ին մի քիչ էլ սպասում է read-ին։ Բայց դեռ մի հատ փոքր հիշում եմ, թերություն չի, շատ չխառնվելու տեխնոլոգիան կա։ Right-ի ժամանակ ես պլյուս մինուս չեմ դրել, մենք տարբեր չենք զգա։ Կարող է ես դրանով խառը բան տեսնենք։ Միայն ուրեմն բանի read-ի ժամանակ կարող է ցույց տվել պլյուսներ։ Այսինքն այս պլյուսները կխառնվեն այս սրա կամ սրա հետ կտեսնենք ոնց է, սակայն այս right հայտարարությունը անպայման այս աստղանիշների որևէ արանքում պետք է անգնի։ Եթե չընկա, ուրեմն ինքը զուգահեռություն չի ապահովում, շատ դեպքերում, գիտեք, RAM-ից է կախված պրիվիլեգիաներից երբեմն դժվար է ապացուցվում այս զուգահեռության տեխնոլոգիա։ Մենք հավատում ենք այս օրինակին, աշխատացնենք։ Հենց առաջի աշխատանքը մեկը միջև 100 է, մեկը միջև 300, մյուսը միջև 200 էր իշքան գիտեմ, եթե չեմ խառնում 100, 300, մի հատ էլ ունեմ ես ներլեսել 200, ինչևից է։ Ես արդեն անգիր գիտեմ, դուք էլ շուտով կտեսնեք։ Այդ տեսեք, ստեղ մի քիչ բախտս քիչ բերեց։ Մենը մի հատ հաշվարկ անելուց, դե պրոցեսների պրիվիլեգիայի հարց կա, վերջ ամեն դեպքում մի անգամից մուտքելք արեց 6-րդ trade-ով, մենը առաջի trade-ը չմոռանանք, արդեն ապացուցվեց զուգահեռություն, ինքը մուտքելքը վերջացրեց, իմ ֆայլի folder-ի մեջ գրվեց 1-ից մինչև 1 միլիոնանոց տվյալներ, մենը շարունակեց, մենին տված էր ինչ-որ քանակ, մինչև 100-ը շարունակեց եւ մենը սկսեց իր այն մյուս գործը, բայց արդեն զուգահեռաբար ինքը նաեւ կատարել է ուրեմն read, էսի right-ներ, սա right-ներ իշքան գիտեմ նայենք, այսպես right-ներ, գրանցեցին, հակառակը նայենք, երբ որ ինքը այստեղ աշխատում է մենը մեզ հանդաղացրել են, տեսեք դիտեղ պետք է վերջապես հանդիպեց, right-ը ասեց, ես 6-րդ trade-ում եմ, մի հատ տեսնենք սա որերորդ trade-ում էր, ահա, դες 6-րդ trade-ը, այդ նույն trade-ը կարող trade-ները տարբերել լինի, պարտադիր չէ այս նույնը լինի, right-ի ժամանակ վերջացրել է կարդացումը արդեն, բայց երկուսով էս իմ խեղճ դիսպլեյի վրա կոնկուրենցիա են արել։ Դիսպլեյը մի հատ է, ցուցադրողները մի հատ են, իսկ նրանք բոլորը իմ դիսպլեյի բուֆերում նստած են, ստոպ, ահա լավագույն մասը։ Մի որոշ ման մեն դեռ խաղում է, մեզ համար է խաղում, ինքը գործ չուներ անելու։ Մեզ մոտ պլյուսները մեջ մտան։ Սա ցուցադրման բաններ, ցիկլներ։ Շարունակում է իմ մենը, էլի մեզ մոտ ցուցադրում, այսա զուգահեռությունն է ցույց տալիս։ Էլի մենը շարունակում է, էլի ցուցադրում, էլի մեն, ասենք ինչ-որ աշխատանք է գնում, end main-ը արեց, վերջացրեց, ցուցադրումները 97 հասավ։ Այսինքն մեր 200-ը չհասցրեցինք, արդեն ստեղ ապացուցվեց, որ մենը ինչ-ինչ պատճառով շուտ վերջացեց։ Մենին մի քիչ շատ տանկ լրիվ վերջում կլինի մենը եւ իմ այս պլյուսները կլինի այնքան որքան որ մեր ծրագրում է։ Եթե չեմ մոռանում, 200 հատ ես պիտի պլյուս ստանայի զուգահեռաբար։ Իրա callback-ն է, parse-ը։ Այսպեսով եւս մի անգամ կաշխատացնեմ, այս 97-ը 200 հասներ։ Եթե մենք main-ին որտեղ բանա ուրեմն ֆոնային հոս կա պլյուսներն աշխատում։ Եթե main-ը շուտ չավարտեր, մի հատ էլ աշխատացնենք։ Ահա, այս է արդեն ուրիշ։ Main-ը բացարձակ վերջացեց շատ ուր պատահականորեն, որտեղ մեզ մոտ 200-ը, այս 199-ը պլյուսը վերջացրեց։ Սա միայն նրա համար, որ main-ը զբաղված էր։ Եվ բախտը բեր։ Պարզա main-ի զբաղվածությունը շատացնեինք 100% մենք այս պլյուսները կտեսնենք, բայց այս պլյուսները մեզ պետք չի։ Մեզ այս պլյուսները պետք չի, մեզ պետք է այս քանը trade-ի համարը եւ ինքը կատարելա թե չէ։ Սա ես արեցի, որ զուգահեռությունը մեր աչքը տեսնի։ Պարզա մենք հիմա կտեսնենք իրա ոչ նորմալ տեսքով ֆայլում արդյոք գրելա թե չէ, ինքը հնարավոր ինչքան մեծ այնքան զուգահեռությունը ավելի հարմար է երևում։ Ահա, եւ դրանով վերջացնենք bin, debug եւ այլն, այս alt text ֆայլը, բայց text չի, ինքը բայթերով է գրել, text format չի, բայթերով է գրել, բայց մենք իրանից չենք վախենում, ինքը հաստատ միջև միլիոն հատ ինչ որ ծրագրություններ է գրել տարբեր ձևերով։ Մենք իրան կհանենք կամ քիչացնենք, այո, տեքստը գրել է, մուտքելքը զուգահեռաբար կատարել է, մոտ 1 մեգաբայթ 200-ի չափով եւ ինքը մեզ չի խանգարում։ Այսով եթե նայենք մեր աշխատանքին,
Փոքր ավարտման ձև կարող եմ արել, ես կարող եմ նաև, եկեք դա էլ փորձենք, այս string-ով բացի պլյուսները, ես տվյալներն էլ տեսնեմ։ Եվ այս պլյուսների փոխարեն կարող եմ նաև այս տվյալները տեսնել, կարող եմ այս պլյուսները հանել, տվյալները տեսնել, պարտադիր չի։ Ահա, այս որի ես դանդաղացնեմ իմ process-ը, ես այս տվյալները հիմա կտեսնեմ, թեկուզ ինքը զուգահեռության ժամանակ հետո է տալու տվյալները։ Եկեք կոմենտ անենք, բացենք այս կամերից որևէ մեկը, խնդրեմ, սրանցից որներ անենք կլինի, ամբողջությամբ տեսեք եւ ինքը ցուցադրում է right line անում։ Այսինքն մենք էսը կտեսնենք։ Հիմա դուք մենք նաեւ տվյալները կտեսնենք։ Տեսեք, չհասցրեց երևի կամ հասցրեց, ես դանդաղացրեցի, մի րոպե նայեմ, մի վարքան։ Ահա, մի րոպե։ Եկեք սրան էլ մի քիչ աշխատանք տանք։ Ահա, կամ այս ձևով, եկեք բուֆերով աշխատենք, սենց և սենց։ String ես անցել ենք շատ շուտ, ասել եմ, ինչքան գնեմ string-ի ժամանակ encoding կա հետագա տեղեկացվելու է, encoding-ի մասին stream reader-ում եմ ասել, read file s, ասինքն ես ուզում եմ մուտքի ելքի տվյալները տեսնեմ, ինչի ձևով ինքը մի քիչ main-ը շուտ է ավարտում, main-ին ավելի երկար ճանապարհ կտանք, 4, 5, ահա, տեսեք տվեց ամեն դեպքում, ինքը որոշ տվյալներ տվեց ու կարճ տվեց, եթե ես main-ին ավելի ու շատացնեմ, տեսեք ինքը մոտավորապես մի որոշ բան տալիս է այստեղ, եթե ես main-ին ավելի շատ տամ, 9000, ավելի մենք արդեն կստանանք մի վարքյան, տեսեք, տվյալներ ես ուղղակի զուգահեռաբար ստացա, ինքը շատ ավելի երկար ստացվեց, տվյալները գալիս է, main-ը չի վերջացրել, պարզ ամենավերևում կլինի դուֆերս չբավարարեց, շատ մեծ քանակ էր էս 9, 5-ը երևի ավենադավներ, որտեղ քիչ կլիներ, կմեծացնեմ և դրանով կավարտեմ, այսինքն ես հիմա ապացուցեցի, որ ես նույնիսկ կարող եմ տվյալները կարդալ, ստեղ ոնց որ շատ քիչ է կարդացել կամ չի հասցրել, main-ին չենք կարողանում դարձնել, պարզ է մենք այստեղ ուրիշ խնդիր էլ կարող ենք լուծել, այստեղ լեկցիայում նշված է, դա վերջի որպես ապացույց ասեմ, այստեղ նշված է, որ մենք եթե այս աստրանիշը հանենք, բնենք, այսինքն մենք main-ին ցիկլի տակ չգցենք, մենք կտեսնենք, որ callback-ը աշխատում է ֆոնային, այսինքն չգիտեմ մուտք ելքը կիսատ կանի, համինքը ընդհանրապես այս ինչի է ցուցադրի, հնարավորի շատ քիչ ցուցադրի, դա էլ է մտնում մեր դասի մեջ, այս աստրանիշները, ես նույնիսկ ջնջում եմ կամ կոմենտ եմ անում, պարզ ամենին քանի որ դանդաղացել եմ, այս աստրանիշներն էլ եմ կոմենտ անում, մենը արդեն ոչ մի քանակ չունի, մոտավորապես callback կլինի ավարտելուց հետո, callback կլինի գրանցման ժամանակ, հիմա տեսնենք սրանցից որը կլինի, որը չէ, որտև ես ֆոնային հոսքին արհամարելու եմ չսպասելով։ Ինքը նույնիսկ աշիպկա տալի են առնով, ստեղ երևի close-ը փակվել է կամ չի հասցրել, մի րոպե, եկեք հա string-ը, ես հանեմ սրան, իրավունք չունեմ սրան աշխատացնեմ, ուրեմն նորից աշխատացնեմ, ինքը տվյալը չի հասցրել ամբողջությամբ գրի, նայեք, main, ուրեմն read-ը, որը գրանցում էր ֆայլի վրա, 8-րդ trade-ում է, գրանցեց ընդամենը 23 հատ, չի հասցրել ավել, կամ ինչ-որ քանակ, ու վերջացրել է, չկա, end main-ը տվել է, այսքանը ուղղակի ձեռքի հետ պատահական հերթի է եղել display-ին, թե չես այլ չպիտի տա, նորից աշխատացնեմ, ստեղ շատ ավելի տեսանելի ծրագիր է, ընդհանրապես main-ը կվերջացնի շատ շուտ, այս խեղճը շատ մի հատ 8-րդ trade կմտնի, փորձի read անել ենթադրաբար 3 հատ ֆայլ, main-ը կավարտի և մուտքերքը կդադարացվի իր close-ով, այսինքն կստացվի, որ մեր main-ը դադարացրեց, նրա close-ը աշխատեց, այսքանը մեր ասինխրոն ծրագրավորման հետ կապված կամ ավելի շուտ մուտքերքը արդյոք կարող ենք զուգահեռացնել, պատասխանը հետևյալն է, այո, մենք մուտքերքը կարող ենք զուգահեռացնել, որը callback համակարգով մեզ կվերադարձնի արժեք կամ տեղեկություն ավելին begin read-ով և begin write-ով մենք կարող ենք դա կատարել։ Մեզ համար որպես բազային կլաս abstract կհանդիսանա stream կլասը։